Լավ, հարգելի գործընկերներ, այսօր հայացք մամուլի ակումբում հյուրընկալել ենք Ֆրանկֆուրտում գործող ցեղասպանության հակառակորդների միության ղեկավար կազմի ներկայացուցիչներ Սելայ Էրտեմին, ազգությամբ թուրքենա եւ Էրան Գյունդուզը ազգությամբ քուրդ է, նաեւ այսօր մեր հետ մեր ասուլիսին միացել է համշենահայ Ղուկաս Պապյանը, ազգությամբ բնականաբար հայ, ով իր այսպես հայացքների համար 10 տարի բանտարկվել է Թուրքիայում, հիմա ինքը վտարանդի է եւ բնակվում է Բեռլինում։ Նաեւ մեզ հետ է Բեռնում ներողություն, նաեւ մեզ հետ է պարոն Հայրոնին, Երևանի պետական համալսարանի դասախոս, հա, թարգմանիչ։ Այս պահին մենք խնդրել ենք, որպեսզի մեր մասնագետներին թարգմանի։ Մեր մասնագետները հյուրերը բնականաբար կխոսեն, հա, Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության, ընդհանրապես ցեղասպանության ժխտողականության մասին։ Նախ լսենք բանախոսներին, այնուհետև ես մի փոքրիկ ներածական տամ երևի, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ համատեքստում է խոսքը ընթանալու։ Պատմությունը եւ նախապատմությունը այս կազմակերպության ցեղասպանության հակառակորդների միության այս կազմակերպության ստեղծման եւ գոյության համար մենք պարտական ենք մի հիանալի մարդու, որը ցավոք հիմա մեզ մոտ չէ, որոշ ժամանակ առաջ կովիդի հետևանքով մահացավ Ալի Էրտեմի։ Ես բախտ եմ ունեցել իր հետ նաև ընկերություն անելու եւ նա իր այսպես շատ ուրիշ համերկրացիների հետ միասին միայն Թուրքիայից հեռանալուց հետո է կարողացել տեղեկանալ հայերի ցեղասպանության մասին, հայոց ցեղասպանության մասին, Թուրքիայում կատարված զազրելի հանցագործությունների մասին, շատ ներողություն եմ խնդրում, հայերենը այդ բառը չունի ճիշտ բնութագրելու այդ հանցագործությունները, ուղղակի զազրելի եմ ասում, հա, նա ուրեմն տեղեկանալով իր պարտքն է համարել, ուրեմն ինչ-որ բան անել, եւ նա կարողացել է անել այն, ինչ շատ դժվար էր անել, իր շուրջը համախմբել այլ թուրքերի եւ քրդերի, որոնց տեղեկացրել է եւ որոնք իրենք էլ են տեղեկացել Գերմանիայում արդեն ազատ պայմաններում թուրքական այդ պետական պրոպագանդայի վարչամեքենայի այսպես շրջապտույտից դուրս գալուց հետո եւ ստեղծել է մի կազմակերպություն Ալի Էրտեմը իր ընկերների հետ միասին ցեղասպանության հակառակորդների միություն եւ այս կազմակերպությունը իր գլխավոր եւ միակ առաջադրանքն է համարում միակ բառը ճիշտ չէր գլխավոր առաջադրանքն է համարում Թուրքիայի պետական վարչակազմի կողմից ցեղասպանության ճանաչումը եւ հատուցման տրամադրումը։ Այսինքն Թուրքիայի կողմից, պաշտոնական Թուրքիայի կողմից եւ անում են ամեն ինչ դրա համար։ Անում են ավելին, քան մարդու կարող է առաջին հայացքից հնարավոր թվալ։ Անում են անձնուրացաբար, անում են նվիրյալորեն։ Ես ինքս ուղղակի հիացած եմ ու զարմացած եմ, թե ինչքան բան են նրանք կարողանում անել, ինչպես են իրենց նվիրաբերել բառի ամենաբարձր քրիստոնեական իմաստով այդ գործին եւ իրենց գլխավոր նպատակն է ինչպես եւ իրենց կազմակերպության անունն է որոշակիորեն ցույցում Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը եւ ոչ միայն ավելի քան մենք հայերս շատ ավելի քան մենք հայերս նրանք հետևյալն են ուրեմն արձանագրում, որ պիտի լինի հատուցում եւ հատուցումը նրանք տեսնում են առաջին հերթին հայ ժողովրդի հայրենիքը վերադարձնելու մեջ այդպես են տեսնում մենք
Այն վճռականությունը, այն նվիրումը, որով նրանք գործի են լծվել, ինձ թույլ է տալիս ասելու, որ իրենք Հիսուսի առաքյալներն։ Բառի ամենաբուն իմաստով։ Ովքեր էին Հիսուսի առաքյալները։ Նրանք առաքյալներ էին, որոնք լույս էին սփռում, չէ՞։ Լույս էին սփռում աշխարհը փրկելու համար։ Եվ այս մարդիկ լույս են սփռում դարձյալ աշխարհը փրկելու համար։ Նրանք ոչինչով չեն տարբերվում Հիսուսի առաքյալներից։ Ինձ համար անսահման ուրախություն է մեր սիրելի թուրք եւ քուրդ եղբայրներին ու քրոջը իմ կողքին ունենալը։ Ավելի մեծ բերկրանք ես չեմ պատկերացնում ինձ համար։ Also ich habe eine Einführung gemacht, meine Lieben. Jetzt könnt ihr selbst ganz frei und ganz offen entscheiden, wer von Anfang an, sprechen wir, wer den Anfang macht, wer dann die Fortsetzung. Vielleicht wird Zelay beginnen. Ne? Okay, ich fange an, ja. Ich möchte bei dir bedanken, bei Lucina und herzlich willkommen und vielen Dank, dass ihr Zeit nehmt für uns. Ես նախ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Լուսինեից եւ ձեզնից բարի գալուստ ձեզ եւ մեզ, այո. Unser Verein der Völkermordgegner, als das gegründet wurde, wir haben als Aufgabe gemacht, 24. April an den Gedenkfeiern teilzunehmen. Երբ մեր կազմակերպությունը 1998 թվականին հիմնադրվեց, մենք մեր կարևոր խնդիրը դարձրեցինք, ուրեմն յուրաքանչյուր ապրիլի 24-ի ձեզ հետ միասին մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակի եւ ոգեկոչման արարողությունների։ Das ist der wichtigste Teil unserer Geschichte und ohne diese Völkermord verarbeiten können wir nicht vorankommen. Da մեր պատմության ամենաառանցքային մասն է ցեղասպանությունը եւ եթե մենք ուրեմն դիմահար չնայենք եւ եթե մենք չկարողանանք տեսնել այն, ինչ իրականում եղել է, Թուրքիան չի կարող առաջ գնալ։ Das hat unsere Vorsitzende, das hat er richtig festgestellt. Der war so überzeugt, ohne das wird keine Demokratisierung in der Türkei geben. Մեր կազմակերպության հիմնադիրը եւ նախագահը Ալի Էրտեմը, որը իդեպ սիրելի Սելայի ամուսինն էր, ասում է, ես ինքս եմ նաև դա փաստում, ինչքան հաճախ էր ասում, եթե Թուրքիան չճանաչի, շարունակի շղթել ցեղասպանությունը, որևէ ժողովրդավարություն չի կարող այնտեղ ի հայտ գալ։ Deswegen sind wir heute hier und 24. werden wir mit unserem Kranz an Mahnmal laufen und uns niederknien und gedenken an den Völkermordopfer. Եվ ինքնին հասկանալի է, որ մենք այստեղ ենք եւ ապրիլի 24-ին մի ծաղկեպսակով մենք գնալու ենք Ծիծեռնակաբերդ եւ մեր հոգուտուրքն ենք մատուցելու զոհերի հիշատակին։ Und wir hoffen, dass es die Gedenkfeier in der Türkei stattfindet und dass wir nicht hierher, sondern dort teilnehmen. Եվ մենք հույս ունենք, որ այդ հիշատակի արարողությունները ոչ միայն այստեղ, այլև Թուրքիայում տեղի կունենան եւ մենք այստեղ գալու փոխարեն կգնանք Թուրքիա, այնտեղ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակ։ Es ist schon 110 Jahre und die Türkei hat in der Richtung überhaupt keine Schritte gemacht und das ist unsere als Verein
der Völkermordgegner, dass es unsere Stadt einen Schritt macht und endlich mal mit der Geschichte auseinandersetzt und anerkannt. Արդեն 110 տարի է անցել ցեղասպանությունից եւ Թուրքիան ոչ մի քայլ չի կատարել այդ ուղղությամբ եւ մեր կազմակերպության խնդիրն ու նպատակն է, որ այդ ուղղությամբ նա քայլեր կատարի։ Ohne Erkennung gibt es keinen Fortschritt. Առանց ճանաչման չկա որևէ առաջակայլ։ So möchte ich mich ausdrücken. Այս բային այսքան։ Bitte. Ja, ich mache weiter. Also Erhan Gündüz aus Frankfurt, auch Mitglied im Verein der Völkermordgegner seit 2000, also seit 25 Jahren schon. Und die Arbeit des Vereins dauert auch schon etwa so lange an, etwas mehr sogar. Und ja, ich bin Ես Էրան Գյունդուզես ուրեմն կազմակերպության մեջ եմ մտել 2000 թվականից, այսինքն կազմակերպության հիմնադրումից կարճ ժամանակ հետո 2 տարի հետո, այո։ Ja, ich bin jetzt das 4. Mal auch in Armenien, seit ich im Verein tätig bin, anlässlich des 24. April. Ես արդեն 4-րդ անգամ եմ Հայաստանում, ուրեմն այն բանից հետո երբ անդամակցել եմ այդ կազմակերպությանը եւ միշտ այստեղ եկել եմ հենց ապրիլին։ Ja. Diesmal komme ich aber mit einem anderen Gefühl als die ersten Male, weil diesmal bin ich mit einem etwas bedrückteren Gefühl hier, weil ich schon auch, sagen wir mal, die Situation sehe, in der sich Armenien als Staat befindet, also auch dem Druck seitens Aserbaidschan, aber auch der Türkei ausgesetzt ist und sowohl ökonomisch als auch politisch. Ja. Այս անգամ ես շատ ավելի ծանր զգացողությամբ եմ եկել, ճնշված զգացողությամբ եմ եկել եւ դա պայմանավորված է Ադրբեջանի նաև իրեն աջակցող Թուրքիայի գործողություններով նկատի ունի Արցախը, meinst du Bergkarabach, Artsakh, aber auch so der sonstige Druck, der anscheinend auf Armenien aufgebaut wird. Այո, եւ իմ ծանր զգացողությունը պայմանավորված է հենց դրանով, թե ինչ տեղի ունեցավ Արցախում, բայց ոչ միայն, այլև ես այնտեղից տեսել եւ զգացել եմ, թե ինչպիսի մեծ ճնշում է տեղի ունենում Հայաստանի վրա, կատարվում Հայաստանի վրա, ինչպեսի ճնշման տակ է գտնվում հայ ժողովուրդը։ Also ich bin selber in Deutschland, also ich bin kurdischer Herkunft, kurdisch-alevitisch, aus einer kurdisch-alevitischen Familie, die eingewandert ist nach Deutschland. Aber ich bin also ganz ein kleines Kind gewesen. Aber Ես քուրդ entschuldige, ես քուրդը ալևիտական ընտանիքից եմ եւ արտագաղթել եմ Գերմանիա ու ապրում եմ Գերմանիայում, բայց ես երբ երեխա էի, Ja, nein, sag mir Bescheid, wenn das so ich will dich und euch vollständig übersetzen. Deswegen, also ich mache es kurz dann, also damit du übersetzt. Nein. Ja, okay. Mach es bitte, wie du willst. Also für mich ist immer deswegen auch die Frage als Nachkomme, also einer kurdischen Familie, der aber auch Deutscher ist, ja, also inwiefern ist es für mich eine Aufgabe, mich mit der Anerkennung des Völkermordes auseinanderzusetzen. Also damit setze ich mich auch auseinander. Und liegt das an der Schuld der Kurden am Völkermord an? Auch, ja. Auch natürlich, aber auch, ich sehe mich natürlich, auch wenn ich Deutscher bin, als Teil dieser Herkunftsgesellschaft Türkei und deswegen sehe ich da auch eine Verantwortung, die uns Nachkommen obliegt, ja. Եվ ասում է ես ինքս քուրդ եմ, քրդական ընտանիքից եմ սերում եւ որպես այդպիսին ես ինձ պարտականություն եմ համարում որպեսի ուրեմն ցեղասպանությունը ճանաչվի եւ
դատապարտվի եւ ուրեմն դա ես իրեն հարցրեցի դա արդյոք թելադրված է պայմանավորված է քո այդ զգացումը նրանով որ քրդերը մեղսակից են եղել ցեղասպանությանը ինքը ասեց այո ասեց բայց ոչ միայն այլև այն հանգամանքով որ ես Գերմանիայում եմ ապրում գերմանաբնակ քուրդ եմ եւ ինքը այդ պարտն ու պարտականությունը դիտում է նաեւ գերմանական եվրոպական արևմտյան ժողովրդավարության պահանջների տեսանկյունից շատ հետաքրքիր է այդ երկակիությունը որ նրա մեջ կա մի կողմից քուրդ է եւ այդպես է ուզում մյուս կողմից նա ապրում է այնպիսի միջավայրում որը ինքն է թելադրում իրեն որ այդպես պիտի լինի դա շատ Genau, und man sieht, also wenn man sich die türkische Geschichte anschaut, seit der Gründung der Republik und auch vorher natürlich, seit 1915 und davor, ist es eine Geschichte der Massaker, Genozide, die Armenier, die Pontusgriechen, die Assyrer, Aramäer und auch die Kurden, kurdischen Aleviten sind jetzt Opfer und Andersdenkende werden Opfer. Also es ist eine Gewaltgeschichte. Es ist eine komplette Ընդ մենք որոշ իմաստով այսպես բախտագիցներ ենք այն տեսակետից, որ տեսեք ինքը նշում է հայերը ցեղասպանության են ենթարկվել, Պոնտոսի հույններն են ցեղասպանության ենթարկվել, ասորիներն են, ուրեմն նաև ցեղասպանվել եւ քուրդ ալևիտներն են շարունակ հետապնդումների ենթարկվել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եւ այդ und diese Verfolgung und kurdischen Aleviten ist auch zurzeit der Fall. Das ist typisch für die gesamte Geschichte der türkischen Republik. Այո Թուրքական Հանրապետության ողջ ընթացքում եւ հիմա էլ մենք քուրդ ալևիտներս հետապնդման ենք ենթարկվում եւ դա էլ այսպես մի լրացիչ դրթիչ խթանիչ հանգամանք է որպեսզի նա պարտք ու պարտականություն համարի ցեղասպանությամբ հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանությամբ ուրեմն զբաղվելու Also als Verein schauen wir eben auf diese Gewaltgeschichte und fragen uns natürlich, Ali Ertem hat das auch gemacht, woher kommt dieses Potenzial an Gewalt Մենք որպես կազմակերպության անդամները տեսնում ենք այդ բռնությունը, շարունակական բռնությունը, որը կա Թուրքիայում եւ մեր նախագահ Ալի Էրտեմն էր դա տեսնում եւ ասում եւ մեզ հարց ենք տալիս որտեղից է գալիս այդ բռնությունը որն այսօր շարունակվում է որը մինչեւ այսօր կա Genau, und eine These, die wir natürlich haben, ist, dass die nicht aufgearbeiteten Völkermorde an den Armeniern, vor allem diese Gewaltgeschichte, die Vertreibung der Armenier, dass Westarmenien komplett entvölkert wurde und die Menschen in den Tod getrieben wurden, dass das nicht aufgearbeitet wird. Also wir können die Armenier, aber auch andere Völker in Anatolien als Beispiel nennen, dass diese nicht aufgearbeitete Geschichte quasi eine Gewalt perpetuiert, also dass sie Եվ մենք գալիս ենք այն եզրակացությունը, որ դրա աղբյուրը, այդ բռնության ակունքը, աղբյուրը ուրեմն ցեղասպանության ժխտումն է։ Առաջին հերթին հայերի, նաև հույների, ասորիների, թերևս նաև ուրիշների, այսպես այո, ցեղասպանության ժխտումն ցեղասպանության ուրեմն ցեղասպանության դիմադարձ չնայելը ներողություն ja Also unsere Aufgabe kann es aufgrund dieser Geschichte nur sein, die Aufarbeitung seitens der türkischen Gesellschaft, der Gesellschaft der Türkei und des türkischen Staates ständig zu fordern, weil nur dadurch kann eine gewisse Gerechtigkeit entstehen. Genau, sowohl für die Armenier als Volk
als auch für die anderen Gruppen, die Opfer wurden, als auch für Gerechtigkeit im Sinne von, nur in diesem Fall kann natürlich eine Gesellschaft wie die der Türkei ein neues Kapitel aufschlagen. Also sonst wird diese Gewaltgeschichte weitergehen. Das ist das, was wir sehen. Եվ մենք եւ մեր կազմակերպության խնդիրն է, կարևոր առաջադրանքն է այսպես իրազեկել Թուրքիայի հասարակությանը եւ այդ կերպ նպաստել այս ժխտողականության դեմ պայքարին, դրա վերացմանը, քանի որ եթե ժխտողականությունը չվերանա, եթե Թուրքիան իր սեփական պատմության հետ չառերեսվի, այդ դեպքում նա ոչ մի առաջընթաց չունի, und vielleicht hat die Türkei in diesem Fall auch keine Zukunft. Genau so ist es. Im Falle der Nichtanerkennung. Genau. Եվ չունի ոչ միայն առաջընթաց, այլև Թուրքիան որևէ ապագա չունի։ Եվ այս բռնության, այս համատարած բռնության ուրեմն ակունքը ժխտողականությունն պետք է վերացնել ժխտողականությունը։ Թուրքիան պետք է առերեսվի պատմության հետ, այլապես նա ապագա չունի։ Ոչ միայն որևէ առաջընթաց չունի, այլև ապագա չունի։ Դա պետք է հասկանալ բառացիորեն։ Also, um abzuschließen vielleicht, ich würde sagen, dass die Gesellschaft der Türkei, ich will da einen kurdisch-irakischen Autor zitieren, Bahtiyar Ali. Yes, մի իրաքյան քուրդ հեղինակի այսպես գրվածքից մի հղում կատարեմ, Bahtiyar Ali, Bahtiyar Ali է նրա անունը։ Also er sagt das für die orientalischen Gesellschaften, aber ich übertrage das auf die Türkei. Ich sage, also er sagt, նա դա ասում է սովորաբար արևելքի ժողովուրդների առնչությամբ, բայց ես դա հիմա մասնավորեցնում եմ Թուրքիայի վրա։ Also er sagt, der Orient braucht kein Fernglas, um in die Weite des Horizonts zu schauen. In die Weite. Նա ասում է արևելքը հեռադիտակի կարիք չունի հորիզոնի հեռուն տեսնելու համար։ Sondern er braucht einen Spiegel, um sich aus der Nähe zu sehen. Այլ կարիք ունի մի հայելու, որպեսզի իրեն մոտիկից տեսնի։ Շատ հետաքրքիր։ Հա? Արևելքը։ Նկատի ունի Թուրքիան, ինքը մասնավորեցնում է Թուրքիայի վրա։ Ինքը նախապես ասեց, ես դա մասնավորեցնում եմ Թուրքիայի վրա, ուշադիր լսեք։ Այ, շատ։ Und das, um abzuschließen, genau das muss die türkische Gesellschaft und der Staat der Türkei machen, weil sonst werden da պարտավոր են անել Թուրքիայի հասարակությունը եւ պետությունը։ Soweit Ashot erstmal. Ich würde dann Rukas das Wort. Vielen herzlichen Dank. Հիմա խոսքը կփոխանցվի, ինչպես պարոն Գյոնդոզը ասեց, Ղուկաս Պապյանին, ինչպես արդեն հաղորդվեց, մնացյալը Ղուկասը կպատմի, հա? Bitte, lieber Ղուկաս։ Arif, adım Łukasz Papyan, Hamşin Ermenisiyim. Türkiye'de Karadeniz'de doğdum. Politik nedenlerden dolayı 10 yıl hapis yattım. Türkiye'de muhalif olmaktan kaynaklı herkesin ödediği bedellerin bir kısmını da ben ödemiş oldum. Hapis olduğum dönemlerde deyimlerimiz 2 kez işkenceye maruz kaldım. Bir sol kimliğimden dolayı, bir de Ermeniliğimden dolayı sorgulandım, işkence gördüm. Ermeni olduğum bilincine çok küçük yaşlarda Rusya'dan gelen bir aile üzerinden ulaştım. O günden sonra da Ermeni kimliğimle buluşmak arzumdu. Onunla buluşmak gibi bir hedefim vardı. Dönem bu hedefime ulaşmak için girişimlerde bulundum.
En nihayetinde hapishane çıkışında bir dönem Türkiye'de kaldıktan sonra tekrar arama durumuna düştükten sonra İsviçre'ye göç etti. O zamana kadar ben bir tercüme edeyim. Ich übersetze kurz, was Lukas gesagt hat. Also er sagt, ich bin aus der Region Hoppa oder aus der Stadt Hoppa am Schwarzen Meer. Hoppa, ja, Hoppa. Das ist am Schwarzen Meer bei Artvin. Artvin. Ja, und Ուրեմն ինքը ասում է, որ ես Սևծովի ափամերձ Հոպա քաղաքից եմ, Արդվինի մերձակայքում։ ist Hemşin Armenier, das hat er später quasi, er hat sich später zu dieser Identität bekannt oder hat natürlich festgestellt, dass Erst er... nachdem die Türkei verlassen hat, oder? Nein, davor schon. Ինքը բավական ուշացումով է իր ինքնությունը գտել եւ այսպես հասկացել, որ ինքը համշենահայ է։ Und also er hat 10 Jahre lang im Gefängnis gesessen, eben auch aufgrund seiner Zugehörigkeit zu einer linken Bewegung in der Türkei, aber auch, er sagt, weil er Armenier war. Ուրեմն ինքը 10 տարի Թուրքիայում բանտ է նստել այն պատճառով, որ մասնակցել է, հարել է եւ մասնակցել է ձախերի շարժմանը Թուրքիայում, ձախայացքների տեր է, բայց նաև այն պատճառով, որ ինքը հայ է, այդ պատճառով։ Und er hat auch Folter erfahren. Er hat auch Նա ենթարկվել է բանտում խոշտանգումների, կտանքների։ Ja, und dann ist er, nachdem er aus dem Gefängnis entlassen wurde, hat er die Flucht in die Schweiz. Եվ բանտից դուրս գալուց հետո նա կարողացել է փախել է ուղղակի Թուրքիայից եւ եկել է Շվեյցարիա։ Şöyle bir anekdotla düşeyim. Hani bizim orada Hamşin Ermenilerinde günlük dilimiz Ermenice konuşuyoruz biz. Ama maalesef orada ikili bir durum söz konusu. Demokrat, ilerici, sol sosyalist gelenekten gelenler Ermeni kimliğini kabul eder ve onun gerekleri için kimi mücadele yürütürken İslamlaştırılmış Ermenilerin bir kısmı da kendini bir biçimde Türk olarak tanımlıyor. Böyle bir ikili bir durumda bilgi olarak sunmuş söyleyeyim. Evet, also er sagt, also bei den Hamşin Armeniern gibt es natürlich eine Dualität. Es gibt die Hamşin Armenier, die eher linken Organisationen zugeneigt sind, die ihre armenische Identität eher annehmen, anerkennen, damit. Ja, und sie haben auch Armenisch gesprochen, sagt er. Dann gibt es aber natürlich die islamisierten, zwangskonvertierten, Hamşin Armenier. Und also die zwangskonvertierten Hamşin Armenier also kennen ihre Identität nicht oder sprechen auch Armenisch oder also sie bekennen sich, was Lukas gesagt hat, sie bekennen sich eher zum Türkisch sein und zum Islam. Also sie haben dieses. Aber die anderen sind keine Muslime, ja? Die anderen sind auch Muslime, aber die anderen Hamşin Armenier sind zwar auch islamisiert worden, aber sie haben eine kritischere, linkere Համշենահայության Համշենահայության մեջ կա ընդհանուր առմամբ մի դուալիզմ։ Ինքը այդ բառը օգտագործեց երկակիություն, երևի այդպես ասենք, մի մասը նրանց ուրեմն իր ինքնությանը լիովին հաղորդակից է, հայերեն է խոսում եւ ձգտում է պահպանել իր լեզուն, իր մշակույթը, իսկ մյուսները, որոնք բռնի իսլամացված են, այսպես առանձնապես հաղորդակից չեն իրենց ինքնությանը։ Dolayısıyla bugün için şöyle diyebiliriz ki
müzik, Ermenice müzik yapma, sinema yapma konusunda da edebiyatla uğraşan arkadaşlarımız, Ermeni arkadaşlarımız bu tür ürünler vererek de Ermeni kimliğimize, Hamşin Ermeni kimliğimize yeniden buluşmanın motoru olabiliyorlar. Neyi de anlamadım, son olarak duymadım yani. Bu motoyu mu dediniz? Motoru. Bunun öncülüğünü yapıyorlar. Hemşin Ermenileri senin o daha çok sol yakın Müzik yapıyor, edebiyat yapıyor, işte sinema yapıyor, işte dernek kuruyor falan. Yani kendi kimliğiyle buluşmanın şeylerini, o öncülüğünü yapıyor. Onu bir daha söyle, ben kaçırdım. Lütfen bir daha söyle onu. Yani şimdi bugün bizim hemşin Ermeni kimliğimizle örtüşen kimi pratik adımlar atılıyor. Yani şöyle diyeyim, sinemada işte film yapılıyor, yani Ermenice film yapılıyor, Ermenice müzik yapılıyor, yani hemşin Ermenice'de müzik yapılıyor. Edebiyatta kimi dergiler çıkıyor, dernekler var, dernekler üzerinden yani kendi kimliğiyle yeniden buluşmanın mücadelesi yürütülüyor, örgütlenmesi, o çalışmalar. Türkiye'de mi var bunlar? Türkiye'de mi var? Evet, Türkiye'de. Hemşin Ermenileri yapıyor. Ja, er sagt also, mittlerweile gibt es aber auch eine Art kulturelle Bewegung, kulturelle Produktion von Hamşin Armeniern, also im Kino, Musik und so weiter, die sich auch zu diesem armenischen Erbe bekennen. Und da gibt es auf jeden Fall eine, ja, da gibt es eine... Բայց բոլոր դեպքերում կա մի und das ist eine kulturelle Bewegung, die sich vielleicht im Laufe der Zeit aktiver ist, oder? Bu kültürel hareket zamanla daha çok aktif mi olmaya başladı? Բարեբախտաբար կա մշակութային շարժում համշենահայության մեջ, որը տարբեր դրսևորումներ ունի ֆիլմերի, օրինակ մշակութային ուրեմն այլ միջոցառումների տեսքով, եւ դա ինչպես ինքը ասաց շարունակում է ուժ գնանալ եւ դա շատ կարեւոր դեր է խաղում որպեսզի համշենցիները այսպես իրենց կապված տեսնեն իրենց ինքնության եւ մշակույթի Yani bu Türkiye'deki faaliyetlerle ilgili kısa bilgiler vermeye çalıştım. Ben İsviçre'ye geldikten sonra da Batı Ermenistan mücadelesini yürüten bir grup Batı Ermenistanlıyla tanıştım. Also als er in die Schweiz kam, dann hat er dort eine Person kennengelernt, die sich für die Belange Westarmeniens und auch die die kulturellen Belange Westarmeniens einsetzt, hat er kennengelernt, genau. Երբ նա Շվեյցարիայի եկել, ծանոթացել է մի անձնավորության հետ, որը ուրեմն հոգ էր տանում, աշխատում էր նպաստել արևմտահայկական մշակութային կյանքի այսպես վերարթնացման համար. Dolayısıyla onlarla tanıştıktan sonraki süreçte de Batı Ermenistan çalışmalarına bir fiil katıldım. Also er hat dann auch selber teilgenommen an diesen Arbeiten zu Westarmenien. Եվ մայստու Պապյանյա. Եվ Ղուկասը ինքը արդեն ծանոթանալով այն անձնավորության հետ ինքն էլ է սկսել մասնակցել այդ աշխատանքներին. Dolayısıyla Batı Ermenistan milletvekiliyim. Er ist auch Abgeordneter in diesem Parlament der Westarmenier, also den ist in der Schweiz gibt. Vielleicht macht es über dieses Parlament berichten, ja, damit man sich eine gute Vorstellung darüber machen kann. Եվ ինքը այդ անձնավորության հետ միասին դարձել է նաև Արևմտահայերի պարլամենտի պատգամավոր, անդամ։ Իր փաստորեն Շվեյցարիայում ձևավորվել է Արևմտահայերի պարլամենտ, դա ինձ համար էլ այսօր շատ հաճելի նորություն էր, ես դա
քիչ առաջ լսեցի, եւ ինքը ոչ միայն պատգամավոր, այլև պատգամավորական տոմսել ունի, կարող է ձեզ ցույց տալ այդ տոմսը, նրանք ունեն պատգամավորական տոմսեր, es wäre gut, wenn du uns also einmal kurz über das Parlament und das Engagement des Parlaments berichten würdest, ja? Wäre das möglich? Parlamentonun çalışmasıyla ilgili nasıl çalışıyor, nasıl onunla ilgili bir şeyler söylersen düşünmemiz daha yani Möchtest du dein Zeugnis, dein Zeug des Abgeordneten einmal zeigen? Խնդրեմ, Արևմտահայերի պարլամենտի վկայականը, պարլամենտական պատգամավորի վկայականը։ Դուք կարող եք սա մոտից էլ նկար, եթե ուզում եք։ Բիթե, դու selbst, ահա։ Բարձր կարելի է։ Որ ասենք չեք հավատա։ Եթե Ամանակ չկա։ Բայց ես իրեն խնդրեցի, որ մի քիչ պատմի պարլամենտի մասին, ուզում եք։ Հա։ Ձեր հարցերից մեկը հաստատ այդ մասին կլինի։ Իմ հարցերը անկեղծ ասած ավելի շատ վերաբերում էին այս իրավիճակին, ինչի՞։ Կներեք, լավ, ասա։ Also können wir jetzt gerne Fragen beantworten, oder? Ja, gerne, wenn es Oder war. hast du noch etwas dazu hinzufügen? soru sormak istiyorlar. Bir şey söylemek istiyor musun? Yani eklemek istiyor musun kendinden? Yoksa sorulara geçebilir miyiz? Yok ben Daha bitirmedim. parlamenter çalışmalarla tabii. ilgili Er möchte gerne noch etwas zu der Arbeit des Parlaments was sagen. Նախ ինքը կուզենար մի քիչ պարլամենտի մասին, պարլամենտի աշխատանքի մասին պատմել։ հակիրճ հա որ Հասցնենք։ հասցնենք։ Մենք ուղղակի եթե ունենք, պիտի հասցնենք։ Aha, okay, das Wie willst viel Tag du ihr kurz Tag? später machen. Oder ja, ganz kurz bitte. Ganz kurz kannst du alles Soru zusammenfassen. sormak istiyorlar. Ya 62 milletvekilinden oluşan bir parlamento yapımız var. Online toplantılar ve yüz yüze toplantılar yapıyoruz. Ve Cumhurbaşkanımız var, yani devlet başkanımız var. Armen Abramyan ilk Cumhurbaşkanımızdı. İkincisi de Lidya Mavrosyan, şimdi 2024'te yeni seçilen Cumhurbaşkanımız, yani Cumhurbaşkanımız. Çalışmalarımız da daha çok soykırıma uğramış, kimliğini yitirmiş, Müslümanlaştırmış, Türkleştirmiş, Batı Ermenistan'da yaşayan Ermenilerle yeniden kendi kimlikleriyle buluşacak çalışmaları örgütlemeye çalışıyoruz. O tür çalışmaları. Bir de Birleşmiş Milletler'de Batı Ermenistan'ın statüsünün kabulüne dönük çalışmalarımız var. Ne zamandan beri var bu parlamento? 2000 tam olarak tanımını hatırlamıyorum Okay. ama Also das Parlament besteht aus 62 Abgeordneten. 62? Ja, 62. Պարլամենտի պատգամավորների թիվը 62։ Sie haben auch einen Präsidenten. Նրանք ունեն նախագահ։ Ja. Und sie machen Treffen, aber auch online, sagt er, weil wahrscheinlich die... Նրանք հանդիպումներ են ունենում, բայց նաև on-line, այսպես գործունեություն են վարում, ոչ միայն այսպես ուղիղ արկա հանդիպումներ, այլև հեռակա կամ on-line այսպես։ Also nicht nur online, aber unter anderem online. Und die Arbeiten des Parlaments gehen in die Richtung, dass sie Menschen, die aus Westarmenien sind, Hamschin Armenier vor allem, mit ihrer Identität quasi wieder in Verbindung zu bringen, wenn die selbst diesen Wunsch haben. Und sie fördern dahingehend Arbeit. Եվ պարլամենտը իր հիմնական խնդիրը համարում է արևմտահայերին, որոնք այդ ցանկությունը ունեն, օգնելու որպեսզի վերադառնան իրենց ինքնությանը։ Und sie machen auch Arbeiten, also in Richtung der Vereinten Nationen, dass eben der Status von den Westarmeniern anerkannt wird. Իրենք նաև գործուն աշխատանքներ են տանում, որպեսզի միավորված ազգերի կազմակերպությունը Արևմտյան Հայաստանը ճանաչի։ Onlar hep Ermeniler mi? Parlamentte. evet.
Թուրքերեն գիտես։ Դե թարգմանությունը կարող է ավելի կարճ լինել։ Ոչ կարող է այնպեսի բան ասի, որ չկարենան Շատ լավ։ Ja, also wir können gerne zu den Fragen übergehen. Հիմա կարող եք սիրով հարցեր տալ։ Ja, danke. Իմ հարցը հետևյալն է։ Իհարկե Հայաստանում ականջահաշը նախադասություններ, խոսքեր այս հասցեին կարելի է երկար ասել, արդյոք նրանք կարողանում են նույն բանը ասել Եվրոպայում։ Քո հարցի պատասխանը ես տամ։ Կարիք չկա դա թարգմանել։ Իրենց այս ծրագրերի մասին խոսել, օրինակ գերմանական մամուլով կամ արդյոք այցելել են երբևէ Թուրքիա կամ դրանից հետո հետապնդվում են, թե ոչ։ Այս հարցերի պատասխանը ունես։ Շատ լավ։ Also der Mann wollte euch gern fragen, ob alles, was hier von euch gesprochen wird, auch in Deutschland und im Ausland überhaupt in der gleichen Offenheit gesprochen wird und ob ihr eventuell die Gelegenheit oder die Möglichkeit gehabt habt, in die Türkei zu reisen und also euch die Mühe zu geben, dort darüber zu sprechen und ob das irgendwie möglich gewesen ist oder nicht. Hast du dazu etwas sagen? Soll ich? Also, das ist natürlich eine sehr wichtige Frage, weil unsere Arbeit richtet sich natürlich vor allem auch an die türkische Gesellschaft in der Türkei. Դա շատ կարևոր հարց է, քանի որ մեր գործունեությունը ուղղված է առաջին հերթին թուրքական հասարակությանը։ Wir haben aber auch als Verein unsere Aufgabe darin gesehen, die Gesellschaft, die türkeistämmige Einwanderergesellschaft in Deutschland vor allem zu informieren. Բայց մենք ոչ պակաս կարևոր ենք համարում Գերմանիա արտագաղթած մեծականակ թուրքական համայնքին տեղեկացնել։ Wir haben auch in unserer Arbeit in der Vergangenheit immer mit armenischen oder Gruppen gesprochen, die sich auch für den Völkermord einsetzen, europaweit allerdings auch. Մենք ողջ Եվրոպայում մենք արդեն նախկինում էլ համագործակապ ենք հաստատել եւ համագործակցել ենք հայերի հայկական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես ջանում են ցեղասպանության ճանաչմանը հասնել Թուրքիայի կողմից, բայց նաև միջազգային ճանաչմանը, եւ այդ միջազգային ճանաչման հարցում ցեղասպանության իրենց գլխավոր թիրախը թուրքական պետությունն է։ Իրենց գլխավոր եւ թուրքական հասարակությունը, բայց իրենք լայն գործունեություն են ծավալում նաև միջազգային ճանաչման աջակցելու համար։ Այսինքն նրանք հայ գործընկերների հետ աշխատում են միշտ նրանց սատարելով։ Also in unserer Arbeit in Deutschland haben wir keine Widerstände, wir können unsere Meinung frei sagen, wir können frei arbeiten, aber es wird, darf ich weitermachen? Գերմանիայում մենք կարող ենք մեր կարծիքը ազատ հայտնել, որևէ վտանգ չկա, որևէ ճնշում չկա, յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը հայտնել։ Կարող եք, բայց ասում եմ։ Գերմանիայում խոսվում է։ Լիբանա եթերում Կարծում եմ ներածության ժամանակ ես արդեն այդ մասին տեղեկացրեցի։ Չէ, իրենք գերմանական հերոստատեսությամբ այս մասին խոսել են։ Also könnt ihr die jeweils bestehenden deutschen Medien auch dafür verwenden, um euren Standpunkt zu verbreiten, oder nicht? Habt ihr irgendeine solche Erfahrung gehabt, über ein deutsches Fernsehen, über die jeweils weiteren deutschen Medien ihre Standpunkte zu verbreiten? Also wir haben... das Internet ist selbstverständlich da, ne? Aber auch
Ja, also wir haben eine Facebook-Seite in Deutschland, wir machen auch regelmäßig Erklärungen auf Deutsch, aber es ist... Մենք ունենք մեր Facebook-յան էջը, մենք համացանցը օգտագործում ենք ինչպես հարկն է, հայտարարություններ կատարելու համար, ծանոթություններ կատարելու համար, veranstaltet doch auch Veranstaltungen an gewissen Tagen, ja. Կազմակերպում ենք բազմատեսակ միջոցառումներ, ասենք տարբեր վայրերում, օրինակի համար, դա ես կարող եմ ասել, եթե Քյոլնում կամ մի ուրիշ քաղաքում կամ Բերլինում ինչ որ միջոցառում է կազմակերպում, որտեղ իրենց ներկայությունը ցանկալի է, նույնիսկ անհրաժեշտ չէ, իրենք այնտեղ են, որտեղ իրենք զգան, որ պետք է որևէ քայլ անեն, իրենք այնտեղ են։ Իսկ գերմանական հեռուստատեսությունն օգտագործելը, գիտեք, Գերմանիային ճիշտն ասած մենք շատ ենք գովում, շատ, գուցեև չափից ավելի շատ, ձեզ ասեմ։ Գերմանական հեռուստատեսությունը պետք է բաց ականջներ ունենա, տեսնելու համար, լսելու համար նրանց եւ բաց աչքեր ունենա, տեսնելու համար սևն ու սպիտակը։ Ես դրա համար Ապրես, Ich möchte noch kurz mal ergänzen. Ja, bitte so. Ja. Ein Teil zum Beispiel, was letzte Zeit uns beschäftigt und dass wir auch da... Entschuldige, damit ihr weißt, worum es bei unserem Gespräch ging, sagte ich ihm das und das, dass wir überhaupt vieles Lobenswertes über Deutschland sagen. Aber das deutsche Fernsehen muss doch offene Ohren und klare Augen dazu haben, was schwarz und weiß ist, was wichtig und nicht wichtig ist. Ja, sag. Ja, leider würde ich sagen, deutsche Fernseher müsste offene Ohren haben, aber Türkei spielt schon eine große Rolle in der Sache. Այո, ինքը համամիտ է, որ այո, բաց այսպես ականջներ պիտի ունենա գերմանական հեռուստատեսությունը եւ ասում է Թուրքիան այս հարցում բավական մեծ դեր է խաղում փակելու համար այդ ականջները. Also die Türkei spielt eine große Rolle, um die deutschen Ohren zu schließen. Genau, verfiltert oder geschlossen. Ja, was sind das für Ohren? Die ich möchte ein Beispiel geben, weil das ist eine wichtige Mahnmal in Köln. In Köln wurde ein Mahnmal von den Armeniern oder das sind auch deutsche und türkische Menschen, die den Mahnmal in Köln zu haben. Das ist 24. Sie April haben Mahnmal. das Mahnmal aufgestellt, ne? Aufgestellt und das war 2018. Welches Jahr? 2018. 2018 թվականին հայերը եւ թուրքերը Քյոլնում մի հուշարձան են տեղադրել։ Dieses Mahnmal wurde immer wieder weggebracht und durch Druck wieder hingebracht und das ուրեմն եւ այս հուշարձանին բախտ չվիճակվեց կանգնած մնալ։ Մինչեւ հիմա հեռացվում, բերվում է, հեռացվում է, բերվում է, ես մի հուշարձան, որը չի կարողանում կանգնած մնալ։ Միշտեր ինքը հուշարձան է մի ամբողջ ցեղասպանության զոհերի։ Jetzt steht diese Mahnmal dort, aber das ist keine endgültige Beschluss. Բայց այսպես պարզ չէ, վերջնական չէ դա։ An dem Mahnmal wurde dann Menschen aus der Türkei, die nationalistisch und die verleugnen Völkermord, die haben da eine Demo gemacht, das muss weg. Und Deutschland hat das erlaubt, die zu demonstrieren. Եվ նացիոնալիստ թուրքերը, նացիոնալիստ ժխտող թուրքերը, այնտեղ մի ցույց են կազմակերպել, որ այս հուշարձանը պետք է հեռացվի եւ գերմանական կառավարությունը ուրեմն թույլատրել է դա եւ ոչ մի արձագանք չի տվել։
Und da haben wir auch uns Aufgabe gemacht an den Beledier, an den Rat von Köln. Bürgermeister. Ja, Bürgermeister, genau. Stadtverwaltung haben wir Ein geschrieben. Brief für Öffentlichkeit, auch für Sie, haben wir geschrieben. Wir Menschen aus der Türkei. Եվ մենք հասարակության համար նաև Քյոլնի քաղաքագլխին ուղված մի բաց նամակ ենք Und diese Mahnmal soll bleiben. Das ist für uns sehr wichtig. Es gibt nicht nur nationalistische Türken, wir sind auch da und wir erkennen das als Verein. Und das muss bleiben. Եվ հայտարարել ենք, որ թուրքերը միայն նացիոնալիստ թուրքեր չեն, մենք էլ ենք թուրքեր եւ մենք պահանջում ենք, որ հուշարձանը մնա տեղ։ Das war ein Beispiel. Սա մի օրինակ էր։ Ընդհանրապես։ Հարցեր։ Ես ինքերներ հարցում եմ, ինքը դա ես մի հատ կարճ հարց ունեի, ընդհանրապես իգնոչին մի բառով, ես ուզում եմ, եթե դուք չուզենաք պատասխանը, մենք չենք Also, der Mann will uns euch eine Frage stellen und er sagt im Voraus, dass wenn ihr die Frage nicht beantworten wollt, dann könnt ihr die gar nicht beantworten. Առաստանակ Թուրքիայում ասում են, եթե թուրք ես, երջանիկ ես։ In der Türkei sagt man gewöhnlich oder oft, wenn man Türke ist, dann ist man glücklich. Teilt ihr diese Ansicht? Ich muss leider sagen, dieser Aufspruch stimmt nicht, weil wenn wir glücklich wären, würden wir gerecht sein und Gerechtigkeit bedeutet für uns Völkermord anerkennen. Ես կարծում եմ, որ դա սխալ է, եւ եթե մենք երջանիկ լինեինք, ապա մենք պետք է մինչ այդ արդարացի լինեինք, իսկ արդարացի լինելու դեպքում մենք պետք է ճանաչեինք ցեղասպանությունը։ Ja, so vielleicht ganz kurz dazu. Ich möchte noch ergänzen, damit möchte ich keinem diskriminieren, auch nicht Türken diskriminieren, sondern Ես դրանով չեմ ուզում որևէ դիսկրիմինացիա կատարելու տպավորություն ստեղծել։ Entschuldigung, diese Glücklichsein muss auf Basis haben und diese Basis haben wir leider nicht. Also ինքը դա ասեց նաև այսպես այլ կերպ դա բնութագրելով, որ երջանիկ լինելու համար պետք է դրա հիմքը ունենալ, իսկ մենք այդ հիմքը չունենք։ Ich möchte nur dazu ganz kurz antworten, dass natürlich, was Sie gesagt haben, hat ja den historischen Hintergrund der Republikgründung und auch der Vernichtung der Völker. Und man wollte einen neuen Nationalstaat, einen türkischen Nationalstaat gründen. Ուրեմն այն ինչ դուք ասեցիք, դա ունի նաև պատմական հիմքեր, ուրեմն ցեղասպանությունը, ուրեմն այսպես ազգային պետություն ստեղծելու ձգտումը եւ մարմաճը այդտեղից է գալիս։ Und es war eine Staatsideologie eigentlich, die vorgegeben hat, dass jeder Bewohner dieser neuen Republik Türke sein soll. Եվ մի գաղափարախոսություն այդ ամենի հետ մեկտեղ նաև մի գաղափարախոսություն զարգացվեց, ըստ որի Viva die Ideologie, wie hast du das formuliert? Das ist eine Staatsideologie, eine offizielle Ideologie, dass jeder Bewohner des neuen Landes, der neuen Republik, nun ein Türke sein soll. Եվ ըստ այդ գաղափարախոսության այս նոր թուրքական հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է թուրք լինի եւ յուրաքանչյուր բնակիչ երջանիկ։ Und weil das eben auch auf der Vernichtung der Menschen beruhte und auf der weiteren geplanten oder nicht geplant, aber erfolgten Vernichtung der Völker beruht dieser Ausspruch, kann ich mich natürlich damit überhaupt nicht identifizieren. Also ich wünschte auch ein ethnischer Türke würde sich damit nicht identifizieren. Ես ուրեմն ինձ եւ մեզ ամենևին չեմ իդենտիֆիկացնում կամ նույնականացնում ուրեմն այդ ձեր ասած
դարձվածի եւ դրա հետևում տեղի ունեցող իրադարձությունների հետ, եթե ես նույնիսկ թուրք լինեի, դարձյալ չէի իդենտիֆիկացնի։ Ես երկու փոքր հարց ունեմ, երկու բանախոսներին եմ ուղղված։ Մենք անդադ նշում ենք, որ Թուրքիան պիտի ճանաչի ցեղասպանությունը, Թուրքիան չի կարող լինել ժողովրդավար երկիր առանց ցեղասպանության ճանաչման։ Սակայն տեսնում ենք, որ Թուրքիան կա, Թուրքիան մնում է, Թուրքիան շարունակում է զարգանալ եւ աշխարհակահաղական թատերաբեմում շարունակում է իր դիրքերն ամրացնել։ Բայց հարցը դրա մասին չի։ Հարցը հետևյալի մասին է։ Ինչ պետք է լինի, ինչը պետք է ստիպի, որ Թուրքիան ի վերջո առերեսվի իրականության հետ, ինչպես Գերմանիան առերեսվեց հոլոկոստի հետ։ Եվ մի կարճ հարց ևս։ Մի րոպե, մի հարցին անդրադառնանք հետո, եթե իրար։ Մյուսը վերաբերում է հետևյալին։ Ըստ բանախոսների Թուրքիայի հասարակությունը կամ թուրք հասարակությունը ինչքանով է պատրաստ է ճանաչմանը։ Շատ լավ։ Կարելի է մի հատ ռեպլիկա անել ձեր առաջին հարցի հետ կապված։ Գիտեք, զարգացումը մենք շատ նեղ համատեքստում ենք տեսնում։ Գիտեք, եթե զարգացման մեջ չկա քաղաքակրթական բաղադրիչ, այդ զարգացումը չի կարող լինել կամ ապագա չի կարող ունենալ։ Իսկ քաղաքակրթական, դա իմ կողմից կներեք, իսկ հիմա ես ձեր հարցը թարգմանեմ։ Շատ լավ։ Also, es wird oft gesagt und von vielen gesagt, dass die türkische Republik, dass die türkische Regierung, dass die Türkei, die offizielle Türkei den Völkermord anerkennen muss. Aber wir sehen immer, dass es bislang noch weitergegangen ist, ohne dass dies geschehen hat. Ja. Was kann die türkische Regierung dazu zwingen, den Völkermord anzuerkennen? Ich denke, dass vor allem die Informierung der türkischen Gesellschaft, nicht wahr? Das ist sehr wichtig. Ja? Wichtigster Teil, glaube ich. Aha. Und? Ja. 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 Ist das die Antwort, oder? Ja, ich würde das auch, weil viele Menschen sind damit noch nicht auseinandergesetzt. Wir wissen nicht, wenn ich auch von mir ausgehe, ich habe auch später erfahren. Ja, liebe Սելայ։ Ուրեմն այսպես, եթե կարճ ձևակերպի թուրքական հասարակության իրազեկվածությունը։ Եթե ինչպես իրենք են շատ անգամներ ասել եւ հիմա էլ նշում են, եթե Թուրքիայի հասարակությունը իրազեկված լինի, թուրքական կառավարությունն անկարող կլինի իր ժխտողական պրոպագանդան թելադրել։ Das ist aber nur die eine Seite wahrscheinlich der Frage. Hat hier das Völkerrecht nichts zu tun? Vielleicht könnte das Völkerrecht sich so weit entwickeln, bis das Völkerrecht die Türkei dazu zwingen würde, den Völkermord anzuerkennen und wieder gut zu machen. Ne? Das ist auch ein Teil natürlich. Stimmt Ihre Reaktion? Das ergänzt sich gegenseitig. Երկրորդ տարբերակ, ընդ որում դա չի նշանակում, որ դրանք առանձին տարբերակներ են, դրանք կարող են միասին աշխատել, այն է, որ միջազգային իրավունքը այնպես զարգանա, որ անկախ նրանց Էրդողանը ժխտում է, թե չի ժխտում, որ ուղղակի պարտադրի Էրդողանին ճանաչել։ Եվ դա պիտի լինի, որտեղ միջազգային իրավունքը, կներեք, ես ինձ նոր պրոֆեսոր ասեց, դրա համար ես ինձ թույլ եմ տալիս ասելու։ Միջազգային իրավունքը հիմա գիտեք դեռևս քանի, տեսեք քանի տասնամյակներ, նույնիսկ դարեր է անցել, չէ՞։ Միջազգային իրավունքը շարունակում է մնալ բարուրում, որպես նորածին երեխա, որը նոր մարդ է, բայց գրեթե ոչինչ չի կարողանում անել։ Գրեթե ոչինչ։ Միջազգային իրավունքը պետք է զարգանա այնքան, որ ոչ մի ժխտողականություն չհամարձակվի
նրա դեմ Երևան։ Այդպես։ Ես դա ասում եմ իրենց տեսակետը արտահայտելով նաև, որը Ja, also ich würde jetzt sagen, dass das natürlich eine sehr wichtige Frage ist. Das ist für mich auch zum Beispiel eine Schlüsselfrage aktuell, dass auch 110 Jahre vergangen sind und immer noch keine Anerkennung stattgefunden hat. Es wird vielleicht schwerer, die Anerkennung zu bekommen. Wir wissen das nicht. Ihre Frage ist natürlich sehr wichtig. Einige Parlamente, zum Beispiel auch das deutsche Parlament, hat eine Resolution 2016 verabschiedet. Es war aber nicht so bindend, dass daraus dann Sanktionen gegenüber der Türkei ausgesprochen wurden. Und auch das Völkerrecht hat nur begrenzte Sanktionsmöglichkeiten leider. Viele verschiedene Nationalparlamente haben auch den Völkermord an den Armeniern anerkannt, aber daraus sind keine Konsequenzen für die Türkei entstanden. Das ist so das Hauptproblem, das ich sehe. Ja. Und ein Grund dafür, warum die Türkei, die offizielle Türkei und auch die Gesellschaft natürlich, sie ist völlig blind in meinen Augen, was diese Frage betrifft, warum sie sich nicht damit auseinandersetzen möchten, wäre quasi, dass dieses Konstrukt der türkischen Republik würde in sich zusammenfallen, wenn man sagen würde, ja, wir haben 1915 Ittihad und Terakki hat 1915 den Völkermord an den Armeniern und später auch an den anderen Menschen, an den anderen Gruppen begangen und wir sind eine Republik, die auf Leichen gegründet wurde. Also das würde eine Neugründung der Republik erfordern und sie haben nicht den Mut dazu. Ja, danke. Lukas möchte später noch etwas dazu sagen, aber erstmal wir kommen zu sind und dann բազմաթիվ երկրների պարլամենտներ, կառավարություններ են ճանաչել ցեղասպանությունը, միջազգային կազմակերպություններ են ճանաչել ցեղասպանությունը, բայց թուրք ժողովուրդը շարունակում է ընդհանուր առմամբ մնալ կույր։ Եվ տեսեք այսքան ճանաչումներ են եղել։ Եվ ոչ մի սանկցիա չի կատարվել։ Եվ ոչ մի ճնշման մեխանիզմ Թուրքիայի վրա չի գործել, որտեղ այդպիսի մեխանիզմներ չկա։ Եվ դա շատ վատ է, որ այդպիսի, եթե ճանաչում ես, ուրեմն քո պարտականությունն է գնալ մինչև վերջ։ Ուժն է ծնում իրավունք։ Չէ, բարձ չէ։ Հասկանալի է, ձեր կատակը մենք, որի մեջ բավական մեծ ճշմարտություն կա, մենք իհարկե ճիշտ եք ասում, բայց ինքը հետևյալն է ասում. միջազգային կառույց, ճանաչել ես, դե շարունակիր գնալ, գնա մինչև վերջ, եթե դու քո քաղաքականության հիմքում բարոյականությունն ես դրել, ուրեմն տեր եղիր զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ցավին, ճանաչել ես, ուրեմն պիտի գնաս, բայց չկա, ճանաչում են ու իրենց գործը համարում են ավարտված և որևէ սանկցիա մինչև հիմա չի գործել և այդպիսի սանկցիաների գործելու օրենսդրական մեխանիզմներ էլ չկան և այդ պատճառով է, որ մենք ասում ենք, որ միջազգային իրավունքը մանկասայլակում նստած երեխա է, ընդամենը, որը չի հասունանում, չի աճում, չի մեծանում, այսքան տասնամյակներ և հարյուրամյակներ շարունակում է մնալ մանկասայլակում և եթե շարունակի մնալ էլի մանկասայլակում, ուրիշ սայլակ է դա դառնալու, որից դուրս գալ նա չի կարողանա հաշմանդամների այսպես։ Սա այսպես, ես այս ամեն ինչ ասում եմ իրենց հետ բազմիցս զրուցացնելով, ձեր հարցի պատասխանը այսպիսին էր, որ ինչից ես թարգմանեցի դա, և ուրեմն, այո, և ինքը այսպես ասեց, թուրքական հանրապետությունը կանգնեցված է դիակների վրա, դիակների վրա կանգնած պետությունը չի կարող արժեք ստեղծել, եթե չտեսնի ինչի վրա է կանգնած, այսպես։ Ganz kurz nur, Lukas, wolltest du der Frage... Պարոն Պապյանն է ուզում մի բան Biraz ասել։ politik cevap vereceğim ona. Türkiye faşizmle yönetilen bir ülke. Dolayısıyla faşizmin etkisinde, ideolojik etkisinde kalan kitleler ancak
o ideolojinin yaymış olduğu, etkinin yaratmış olduğu şeyle inkarı üretiyorlar ve derinleştiriyorlar. Belki Türkiye'de faşizm yıkıldığında, halklar kendi kaderlerini eline aldıklarında o zaman hem soykırımla yüzleşme hem de demokratik haklarını elde eden Türkiye'deki diğer halklarla birlikte bir arada yaşamanın koşulları ancak böylesi bir koşullarda gerçekleşebilir. Değilse faşizme karşı mücadele sürekli yapılmak zorundadır. Ja, also Lukas sagt, vielleicht ist meine Antwort ein bisschen politisch, aber ist es so, dass die Türkei ein Land ist, in dem also durch Faschismus auch regiert wird und solange diese faschistische Regierungsform indoktriniert auch die Menschen, also was sie denken, dass sie auch den Völkermord dann auch ständig leugnen. Das führt dazu und nur wenn so dieses Regime also zerbrechen würde, könnten die Türken selbst, aber auch die Völker, die in der Türkei leben, eine gemeinsame Zukunft auf Basis der Anerkennung auch, also der Völkermorde errichten. Also das sieht er als einzige Option und nur solange dieses faschistische Regime besteht, muss man auch dagegen kämpfen. Das ist das, was er sagt. Danke. Ja. Պարոն Պապյան ասաց, որ եւ բառացիորեն ճիշտ է դա, տառացիորեն է ճիշտ, որ ֆաշիզմը կառավարում Թուրքիայում։ Ֆաշիզմը դա ֆաշիստական կառավարություն է, դա ֆաշիստական ռեժիմ է, իսկ ֆաշիստական ռեժիմի հետ այլ կերպ արվել չի կարելի։ Չես կարող, պիտի ջարդես։ Եթե դու ուզում ես փրկել ժողովրդին, եթե դու ուզում ես որպեսզի այդ ժողովուրդները իրենց պատմության տերը դառնան, որպեսզի առժիսվեն իրեն, դու պետք է ջարդես այդ ֆաշիզմը։ Տեսեք, ասենք Հիտլերյան ֆաշիզմը ձեր աչքի առաջ ունենաք, չէ՞։ Հիմա Հիտլերն է կառավարում Գերմանիայում, դե գնա գերմանացի ժողովրդին բացատրի, որ այս ինչ է այսպես չէ, ինչ է այնպես է։ Կարող ես, չես կարող, մինչև չջարդեիր Գերմանիայի ֆաշիստական ռեժիմը, գերմանական ժողովուրդը չէր փրկվի։ Եվ դա նույն բանն է, տարբեր քաղաքակրթական մակարդակները, իհարկե։ Այսինքն քաղաքակրթական բառը սխալ է, այս դեպքում քաղաքակրթական մակարդակ չկա։ Այսինքն բառն է ափսոս, չի կարելի, գիտես բառը չափսոսել, բայց բոլոր դեպքերում նույն ֆաշիզմն է, նույն ֆաշիստական ռեժիմն է, նույն մեթոդներով է գործում, ինչ հիտլերյան ֆաշիստական ռեժիմը։ Եթե Հիտլերին չջարդեիր, այդ ռեժիմը չջարդեիր, գերմանացի ժողովուրդը կփրկվեր, ոչ։ Եվ եթե ուզում ես Թուրքիայում ապրող ժողովուրդներին փրկել, պետք է ջարդես ռեժիմ։ Ուղղակի պետք է ջարդես։ Դա է։ Այլ տարբերակ չկա։ Բարի հարց ունեիք, վերջին հարց։ Պատասխանվեցին ձեր հարցերը, հա։ Այո, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Und wir bedanken uns auch. Եվ մենք ենք շնորհակալ ասում են մեր հյուրերը եւ ձեր շնորհակալություն շատ երեցիկ բարելավ։ Դուք